հարց տամ քեզ, ով է խաբել մինչև այսօր քեզ։ Էդեր եմ ուզում կարդամ, որ դու իմանաս, երկրա դու ես խաբում քեզ։ Եսայի 47-ի 10-րդ խոսքը։ Դու չարությունը ապավինեցար, զիս տեսնող չկա սիր, քեզ գլխից հանողը քո իմաստություն տեն, քո գիտություն տեն, սրտիդ մեջ սիրի, ես եմ, ինձնից ուրիշը չկա։ Քեզ գլխից հանողը դու ես։ Եսայի 47-ի 10-ը։ Ով է քեզ խաբում։ Քեզ թվում է ով է խաբում, լեյտենանտ ով է խաբում քեզ։ Քեզ թվում է ուրիշներն են խաբում քեզ։ Քեզ խաբողը դու ես։ Կարդամ լսի։ Չլա որ մեկը ինքզին խաբե։ Եթե ձեզ մեկը զինք իմաստուն կսեպե, այս աշխարհի մեջ թող հիմարը լավ, որպեսզի իմաստունը լա։ Չլա որ մեկ ինքսին խաբե, քեզի խաբողը դու ես, դու, քեզի խելքից հանողը դու ես, եղբայրները չեն, քուրերը չեն, հարևանը չի, հարազատը չի, բարեկամը չի, հովիվը չի, քեզի խաբողը դու ես, դու մտածել ես, որ քեզ խաբում ես, դու մտածել ես, որ քեզ խելքից հանում ես դու, ինչի ես անապաշխար կյանք վարում, ինչի ես անհավատ կյանք վարում, խելքից հանողը դու ես, քո թշնամին դու ես, այդ թշնամուն պետք է ատես, արամարես, որ չխաբի քեզ այ մարդ, մենք էդի չենք անում, դրա համար հոգևոր չենք դառնում, գալու ենք ասում ենք երիքո, ընդեղ գլուխներս կախում ենք, ընդեղ ոչնչանում ենք, ընդեղ ջարդվում ենք, որտեղ Պողոսի նման չենք ասում, ուզում եմ բարին անեմ, բայց չեմ կարում, հետաքրքիր բան կարդամ, Հռոմեացի ստեղծում, դու կարող եք կարդացել եք, օրենքը սուրբ է, պատվիրանքը սուրբ, արդար ու բարի, այդ ոնց է օրենքը արդար ու բարի չի, բայց մենակ պատվիրանը, մարդի իսկական մեղքի բնությունը բացում է պատվիրանը, ով բացեց Պողոսին, որ ինքը մարմնավոր է, պատվիրանը բացեց, այսօր շատերը պատվիրանը շպրտում են մեյան, մնում են անհոգևոր, պատվիրանը սուրբ է, արդար է եւ բարի, արդար է Հիսուսից էլ պահանջում, բարի է ինչ բարություն անում, պատվիրանքները վրաս հասավ, մեղքը ողջունցավ, եթե Մատթեոս 5, 6, 7 գլուխները, եթե դու չես ընդունում, որ դրանց մեջ է կյանքը, քո թշնամուն սիրելը, քեզ հալածողին օրհնելը, քեզ ցուկում ուրարողին աղոտ կանելը նրա համար, շապիկ ուզեմ բաշխոնը տաս, ինչ պահակ բռնեն ճամփակ շեն գնաս, դու հավատաս, որ այդ խոսքերի մեջ կյանքն է, երբ որ հավատաս դրա մեջ կյանքը, պատվիրանը վրա կասի, մեղքը կողջնա, կզգաս քո մեջ մեղքի բնություն ինչ բան է։ Ով բացեց Պողոսին, որ ինքը մարմնավոր է, պատվիրանը բացեց։ Պատվիրան ասեց, Պողոս, օրենքը հոգևոր է, պետք է մի հոգևոր անձ ապրի քո մեջ, որ կարանա Աստծո օրենքը կատարել։ Դու հոգևոր չես, դու մարմնավոր ես։ Իսկ մարմնավորը ինչպիսի մարդ է, կարդում ենք 8-րդ գլխում, տեսեք ինչ է գրած։ Մարմնավոր խորհուրդը մայ, հոգևոր խորհուրդը կյանք խաղաղություն։ Քանզի մարմնավոր խորհուրդ Աստծո դեմ թշնամություն է, վանզի Աստծո օրենքին չի նազանի, մանավանդ չի կնա։ Պողոսը մարմնավոր մարդ էր։ Պողոսը զգաց, որ բացի թշնամություն անելուց ուրիշ հատկություն չունի։ Քանի մարդկա դա զգացել է իր հոգու աշխարհում ստեղ։ Բացի թշնամություն անելուց ուրիշ հատկություն չունես։ Քո մեջ մի գրամ բարություն չկա։ Ով բացեց Պողոսին, որ նրա մեջ բարություն չկա, պատվիրանը։ Ով բացեց Պողոսին, որ նրա մեջ մահն է թագավորում նրա մարմնի մեջ։ Եվ ինքը 25 խոսքում 7-րդ գլխում ասում է, մտքով Աստծո օրենքին, ներսով Աստծո օրենքին, բայց մարմնով մեղքի օրենքին եմ ծառայում։